Ֆրիդյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի հայաստանյան այցից 100 տարի անց Երևանյան միջազգային երրորդյա գիտաժողովով հայ ժողովուրդն արժանին է մատուցում նախորդ դարի մեծագույն հումանիստին, գիտնականին, հմուտ դիվանագետին և մեր նվիրյալ բարեկամին, Ազգերի լիգայի փախստականների հարցով գլխավոր լիազոր Ֆրիդյոֆ Նանսենին։ 100 տարի անց Ֆրիդյոֆ Նանսենի ոտնահետքերով գիտաժողովը աշխարհագրական լայն ընդգրկմամբ Նորվեգիայից մինչև Միացյալ Նահանգներ Երևանում է համախմբել Հայաստանի և արտերկրի անվանի նանսենագետների, գիտնականների և ուսումնասիրողների։ Բնավ պատահական չէ, որ գիտաժողովն անցկացվում է Մայրբուհում, որի առաջին պատվոդոկտորներից մեկն էլ հենց Նանսենն էր։ Որոշման բնօրինակը հայտնաբերել է Նորվեգիայի ազգային գրադարանի արխիվների համակարգող Աննե Մելգարդը։ Տիկին Աննե Մելգարդը հայթայթել էր, ֆոնդերից դուրս էր հանել Երևանի պետական համալսարանի կողմից իրեն արժանացած առաջին պատվավոր դոկտորի դիպլոմը եւ լուսապատճնել բերեց եւ այդ խորհրդանշական բացման օրը մեր թանգարանի տնօրենը նվիրեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր պարոն Հովհաննիսյանին։ Երրորդյա գիտաժողովի հագեցած օրակարգում հնչած 2 տասնյակից ավելի զեկուցումները ներառում են Նանսեն գիտնականի, բևեռախույզի, օվկիանոսագետի և մեծ հումանիստի գործունեության բոլոր ոլորտները։ Գիտաժողովի մասնակիցները համերաշխորեն շեշտադրում են նանսենյան գաղափարախոսության և արժեքների հարատևության անհրաժեշտությունը։ Որպես նորվեգացի ինձ համար շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է Նանսենը մեծարվում Հայաստանում եւ հասկանալ, թե ինչ նպաստ կարող է սա բերել աշխարհին։ Շատ կարևոր է հետևել նրա օրինակին եւ այսօր էլ ապավինել նրա խղճին։ Նանսենը մեզ սովորեցնում է անտարբեր չմնալ մարդկային տառապանքի հանդեպ եւ համոզված եմ, որ այս գիտաժողովը մեծապես կնպաստի նոր համագործակցությունների, իշահ Նանսենի գաղափարախոսության տարածման։ Այս երեկորը չափազանց արդյունավետ էր, քանի որ մենք քննարկում էինք ոչ միայն Նանսենի այցը Հայաստան, այլև նրա ցուցաբերած օգնությունը այլ երկրների, ինչպես օրինակ Պովոլժոյի սովյալներին։ Նանսենի նման մարդիկ պետք են բոլոր ժամանակներում, եւ քանի դեռ մենք հիշում ենք նրան, հույս կա, որ նրա գործը կշարունակվի։ Արդեն 1 դարից ավելի Ֆրիդյոֆ Նանսենի գործի հանդեպ ակնածանքն ու երախտագիտությունը հայ ժողովուրդը խորհրդանշում է փողոցների անվանակոչությամբ, հուշարձաններով, զբոսայգիներով և թանգարանով ու վերաիմաստավորելով անցյալը շարունակում է ոգեշնչվել նրա կերպարով։ Մենք պահպանում ենք Նանսենի ոգին, Նանսենի անունը հիշելու համար ինչ կար և ինչ ունենք այսօր և ինչ ենք ցանկանում ունենալ ապագայում։ Գիտաժողովի կազմակերպիչները նաև ընդգծում են 100 տարի անց Ֆրիդյոֆ Նանսենի ոտնահետքերով նախագիծը նանսենագետ Ֆելիքս Բախչինյանի վաղեմի ցանկությունն էր, որը քայլ առ քայլ իրականացրեցին նրա գործընկերներն ու գաղափարակից ընկերները, իսկ Երևանյան նանսենյան գիտաժողովը եզրափակվեց տոնական համերգով։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։